Ինքնաթիռի կործանումից միակ փրկվածները միայնակ ու ջունածածկ լեռան վրա մոլորված պետք է ճանապարհ ընկնեն հետ դեպի քաղաքակրթություն։ Մինչ նրանցից մեկը պայքարում է իր ներքին դևերի դեմ, մյուսը ձգտում է ամեն գնով պաշտպանել իրենց։ Բարի գալուստ, Ed Story։ Այսօրվա ֆիլմը 2023 թվականի խորհրդավոր թրիլեր է, ողջ մնալ վերնագրով։ Ֆիլմը սկսվում է նրանով, որ Ջեյնը հանկարծակի արթնանում է իր անցյալից հետապնդող տեսիլքներ ունենալուց հետո, նա տառապում է հետվնասվածքային սթրեսային խանգարումով և ունի ինքնասպանության մասին մտքեր։ Ջեյնի սենյակակիցը և նույն հիվանդանոցի բուժառու Կարան հարցնում է, թե արդյոք նա նորից տեսել է նրան, նկատի ունենալով Ջեյնի հորը։ Կարան ասում է, որ չի կարողացել քնել, քանի որ տխուր էր Ջեյնի մեկնելու պատճառով։ Ջեյնն ապրում է Լայֆ Հաուսում, որը տուն է տարբեր տեսակի հոգեկան խանգարումներից տառապող մարդկանց համար։ Լայֆ Հաուսն ունի 36 մահճակալ, լողավազան, մասնավոր դեղատուն և շատ այլ հարմարություններ։ 1 տարի է անցել այն բանից հետո, երբ նա փորձել էր սպանել իրեն, կտրելով դաստակները, և հիմա Ջեյնը ծրագրում է տուն վերադառնալ։ Այնուամենայնիվ, Կարան կասկածում է, որ Ջեյնը մտադիր է ինքնասպանություն գործել հետդարձի ճանապարհին։ Լոգանք ընդունելուց հետո տնտեսուհին Ջեյնին խորհուրդ է տալիս զգույշ լինել ածելիի հետ, որպես նախազգուշացում։ Տնտեսուհին նաև նշում է, որ ինքնասպանությունն նրանց ընտանիքում ժառանգական է, բայց Ջեյնն ուզում է փրկվել և սիրված լինել։ Ուշ լողավազանի մոտ Ջեյնը հանդիպում է մի նոր աղջկա, ում ամբողջ մարմնին այրվածքների հետքեր կան։ Նրանք մտերմանում են իրենց ընդհանուր վնասվածքների շուրջ, քանի որ նոր աղջիկը կիսվում է իր որոշ դժվարություններով և պատճառներով, թե ինչու է ինքը գտնվում Լայֆ Հաուսում։ Այդ գիշեր Ջեյնը գաղտագողի դուրս է գալիս իր սենյակից, պնդելով, որ եթե բավական երկար ես մնում Լայֆ Հաուսում, սովորում ես ամեն ինչ, ներառյալ դեղատան անվտանգության կոդը։ Այնուհետև նա վերցնում է մի բուռ դեղահաբեր և արագ դուրս է գալիս, լսելով ինչ-որ մեկի ներս մտնելու ձայնը։ Հաջորդ առավոտ թերապիայի սեանսի ժամանակ մի տղա, Ֆիլ անունով, ով միտումնավոր կտրում է իրեն, պատմում է, որ հին ժամանակներում բժիշկներն արյուն էին բաց թողնում մարդկանցից, հավատալով, որ հիվանդին կտրելով կարող են հիվանդությունը դուրս հանել նրա միջից։ Նա բացատրում է, որ հենց դա էր փորձում անել, երբ առաջին անգամ կտրեց իրեն։ Ջեյնին, ով ազդեցիկ անձնավորություն է, հրավիրում են ելույթ ունենալու Լայֆ Հաուսի միջոցառմանը։ Նա կիսվում է, որ ինքը պլանավորող է և տագնապ է զգում, երբ չգիտի, թե ինչ սպասել։ Նա նաև հայտնում է, որ գալիս է մի ընտանիքից, որն ունի ինքնասպանությունների պատմություն։ Ոչ միայն իր հայրը, այլև տատիկն է սպանել իրեն։ Նա հավատում է, որ երբ այս գիշեր հետ թռչի տուն կհասնի միայն իր մարմինը, բայց ոչ հոգին։ Երբ ինքնաթիռում բոլորը քնած լինեն, նա ծրագրում է գնալ զուգարան, մի բուռ դեղահաբ խմել և պարզապես քնել։ Պարզվում է, Ջեյնն իր ելույթի ժամանակ ննջել էր։ Նորից հարցնելուց հետո նա ընդունում է, որ կարոտելու է բոլորին և երախտապարտ է, բայց չի ցանկանում այլևս երբեք վերադառնալ Լայֆ Հաուս։ Ավելի ուշ Ջեյնը հեռախոսով խոսում էր մոր հետ, ով պնդում էր, որ իրեն դիմավորի օդանավակայանում և ծրագրեր էր կազմել, որպեսզի նրանք զրուցեն ու ժամանակ անցկացնեն։ Այս լսելով, Ջեյնը ձևացրեց, թե նյարդային նոպա ունի, և անջատեց հեռախոսը։ Ջեյնը կարծում էր, որ իր հայրը ինքնասիրահարված էր, իրեն մենակ թողնելու համար, բայց հիմա նա մեղավոր էր զգում մոր նկատմամբ նույնն անելու ծրագրի համար։ Նա չգիտեր, թե ինչու է հայրն իր կյանքին վերջ տվել, բայց նրան կորցնելու ցավը ստիպել էր նրան վնասել իրեն։ Հոր մահն այնքան խորն էր ազդել նրա վրա, որ խլել էր նրա ողջ երջանկությունը, բայց հիմա, երբ նա հասկանում է, թե հայրն ինչի միջով պետք է անցած լիներ, հասկանում է նրա պատճառները և նույնիսկ պատրաստ է ներել նրան։ Ավելի ուշ Ջեյնը հավաքում է պայուսակները և մեկնում օդանավակայան։ Հենց այդ ժամանակ Կարան վազում է բժշկի մոտ և ասում նրան, որ Ջեյնը մտադիր է իրեն վնասել։ Օդանավակայանում Ջեյնը զանգ է ստանում Լայֆ Հաուսից, բայց նախընտրում է անտեսել այն։ Այնուհետև նա հանդիպում է Մարգարետ անունով մի նշանված կնոջ, ով հիացած խոսում է իր մատանու և ամուսնության մասին։ Մյուս կողմից, Փոլ անունով մի բարյացակամ տղա դժվարանում է անցնել անվտանգության հսկողությունը, ուստի Ջեյնը դուրս է գալիս հերթից, ներս շտապելու համար, ինչն իր վարքագծով գրավում է Փոլի ուշադրությունը։ Ծանր շնչելով, Ջեյնը նորից զանգ է ստանում Լայֆ Հաուսից և, երբ նրան հարցաքննում են, նա շրջում է պատմությունը, բժշկին ասելով, թե Կարան հիվանդագին ստախոս է։ Այս լուրը լսելով, Կարան նյարդային նոպա է ունենում և սկսում է իրեր շպրտել, իրեն դավաճանված զգալով ընկերոջ կողմից, մինչդեռ Ջեյնը լաց է լինում, գիտակցելով իր պատճառած ցավը։
Րոպեներ անց Փոլը թակում է դուռը և Ջեյնին հայտնում, որ նա տղամարդկանց զուգարանում է։ Նա նույնիսկ առաջարկում է ընկերակցել նրան, բայց աղջիկը քաղաքավարի մերժում է։ Երբ Ջեյնը դուրս է գալիս, Փոլը ստուգում է նրան, տեսնելու թե ինչպես է զգում, զգալով, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ, և խնդրում է, որ միևնույն է, ընկերակցի նրան։ Ջեյնը շնորհակալություն է հայտնում նրան անկեղծության համար և հեռանում։ Այնուամենայնիվ, Փոլը մնում է մոտակայքում, և շուտով նրանք ծանոթանում են։ Ինքնաթիռ նստելուց հետո Ջեյնը զարմանում է, տեսնելով, որ նրանք նույնիսկ կողք կողքի նստատեղեր ունեն։ Մինչ Փոլը սիրում է խոսել, Ջեյնը հիմնականում լռում է։ Ավելի ուշ Ջեյնը երկտող է գրում Փոլին, ասելով, որ իր մահն իր մեղքը չէ, և որ ինքն ուրախ է, որ նա վերջին մարդն էր, ում հետ խոսել է։ Նա ծալում է թղթի կտորը և գաղտագողի դնում Փոլի գրպանը, քանի դեռ նա քնած է։ Հետո նա վեր է կենում զուգարան գնալու համար, բայց ճանապարհին բախվում է մի ուղևորի։ Զուգարանի ներսում նա հանում է դեղահաբերի մի քանի սրվակ և մտորում, արդյոք արժե վերջ տալ իր կյանքին։ Հենց այդ պահին սկսվում է տուրբուլենտություն, ինչի պատճառով բոլոր դեղահաբերը թափվում են։ Մինչ նա փորձում է հավաքել դրանք, բորտուղեկցորդուհին սկսում է թակել դուռը, հորդորելով նրան անմիջապես վերադառնալ իր տեղը։ Րոպեներ անց տուրբուլենտությունը վերածվում է օրհասական իրավիճակի, քանի որ ինքնաթիռը տարուբերվում և պտտվում է։ Ուղևորները պատրաստվում են հարվածին, խառնաշփոթն ու խուճապը համակում են սրահը, ուղևորները գոռում են և կառչում իրենց նստատեղերից։ Ի վերջո, ինքնաթիռը կործանվում է հեռավոր, ձյունածածկ լեռնային տարածքում։ Բեկորները ցրված են ձյան վրա, Ջեյնը ապակողմնորոշված և վիրավոր դուրս է գալիս ինքնաթիռի մնացորդների միջից և ամենուր տեսնում մահացած մարմիններ։ Մարգարետը, ով քիչ առաջ պարծենում էր իր նշանադրության մատանիով, մահանում է Ջեյնի աչքի առաջ։ Սարսափած իրեն շրջապատող աղետալի պատկերից, Ջեյնը օգնություն է կանչում, բայց մոտակայքում ոչ ոք չկա, որ լսի նրան։ Շուտով Ջեյնը գտնում է Փոլին, խրված բեկորների մեջ, և ինչ-որ կերպ հաջողում է դուրս քաշել նրան։ Չնայած իրենց վնասվածքներին, նրանք հավաքում են բոլոր պաշարները, որ կարողանում են գտնել, և պատսպարվում են զուգարանի հատվածում։ Նրանք վերադառնում են ինքնաթիռի մեջ, որտեղ պարզ է դառնում, որ Փոլի կողերը հավանաբար կոտրված են։ Տաքանալու համար նրանք կիսում են մեկ քնապարկ, գիշերը ցրտից պաշտպանվելու համար։ Այնուհետև նրանք հաշվառում են իրենց պաշարները, դրանք չափաբաժիններով բաժանելով այն օրերի համար, որոնք ստիպված կլինեն անցկացնել վայրի բնության մեջ։ Նրանց հաջողվում է փրկել մի քանի տոպրակ գետնանուշ, պրեցելներ, էներգետիկ սալիկներ, ջուր, շվեյցարական բանակային դանակ, ձեռնոցներ և լապտեր։ Ինքնաթիռի բեկորների մեջ գիշերն անցկացնելուց հետո, հաջորդ առավոտ Ջեյնը փորձում է դուրս գալ, բայց դուռը կարծես խցանված է։ Նա կոտրում է այն և դուրս վազում, փորձելով ձյան տակից դուրս բերել Մարգարետի մարմինը։ Փոլը հետևում է նրան և արցունքների մեջ հարցնում, թե արդյոք նա ճանաչում է այդ կնոջը։ Մեղքի զգացումը համակում է Ջեյնին, քանի որ նա պնդում է, որ Մարգարետի փոխարեն իր մարմինը պետք է դուրս հանեին ձյան տակից։ Այնուհետև նա խնդրում է Փոլին թողնել իրեն լեռան վրա և ինքնուրույն ելք գտնել։ Չնայած աղջկա կոպիտ վարքագծին, Փոլը, վճռական տրամադրված չհանձնվելու, համոզում է Ջեյնին, որ նրանք պետք է միասին լինեն ողջ մնալու համար։ Նրան հաջողվում է Ջեյնին հետ բերել ինքնաթիռ, տաքանալու համար, մինչ ինքը հուսահատությունից գոռում է։ Ավելի ուշ, երբ Ջեյնը նստած է բեկորների մեջ, նա գտնում է իր դեղահաբերի շիշը և ապակու մի սուր կտոր, որոնք թաքցնում է իր մոտ։ Շուտով հայտնվում է Փոլը և Ջեյնին ասում, որ նրանք պետք է սկսեն շարժվել դեպի լեռները, քանի որ փոթորիկ է գալիս, իսկ իրենք լիովին անպաշտպան են։ Նա զգուշացնում է, որ օգնությունը հասնելու համար կարող են շաբաթներ պահանջվել։ Հուսահատված Ջեյնը խնդրում է նրան հեռանալ առանց իրեն, պնդելով, որ ինքը դեմ չէ այնտեղ մեռնելուն։ Սակայն Փոլը հրաժարվում է հանձնվել, նա ստիպում է Ջեյնին հավաքել իր իրերը և հեռանալ, սպառնալով իր հետ վերցնել միակ քնապարկը։ Բայց Ջեյնի համար մեկ էր, և նա դեռ պնդում էր, որ տղան մենակ հեռանա, հենց որ Փոլն սկսում է հեռանալ, մենակ մնալու վախը պատում է Ջեյնին, և նա սկսում է հետևել նրան։ Ճանապարհին Ջեյնը ներողություն է խնդրում Փոլից իր վարքագծի համար։ Ձյունածածկ լեռներով մղոններ քայլելուց հետո նրանք հասնում են փակ ուղու։ Փոլը հայտնում է, որ նրանք պետք է այս կետից ներքև իջնեն, բայց Ջեյնը տատանվում է։ Փոլը ծաղրում է նրան, պնդելով, որ մի մարդու համար, ով ուզում է մեռնել, սա պետք է հեշտ լինի։ Նա բացատրում է, որ նրանք պետք է իջնեն հովիտ, այլապես կարող են ցրտից մահանալ։ Դեռևս տատանվելով, Ջեյնը հետևում է նրան, քանի որ այլընտրանք չունի։
Միմյանցից կառչած, նրանք դանդաղ և հաստատուն քայլերով իջնում են բլուրներով։ Մի կետում նրանք հասնում են մի շատ նեղ արահետի, Փոլն անցնում է մյուս կողմը, բայց Ջեյնը սարսափած է։ Այն բանից հետո, երբ Փոլը քաջալերում է նրան, նա ուժ է հավաքում, բռնում Փոլի ձեռքը և անցնում։ Սակայն պարզում է, որ այլևս ճանապարհ չկա, և նրանք չեն կարող առաջ շարժվել։ Այլ ելք չունենալով, Փոլը ցած է թռչում ժայռից, խնդրելով Ջեյնին հետևել իրեն։ Իմանալով, որ Փոլը ապահով վայրէջք է կատարել, Ջեյնը թռչում է և վայրէջք կատարում անմիջապես նրա կողքին։ Թռչելու ժամանակ Ջեյնի դեղահաբերի շիշը վայր է ընկնում, և Փոլը պահանջում է բացատրություն։ Աղջիկը խոստովանում է, որ դեղահաբերն իր ելքի միջոցն էին, ուստի Փոլը վերցնում է դրանք իր մոտ։ Քայլելուց հոգնած, Ջեյնն ուզում է դադար վերցնել, բայց Փոլը պնդում է, որ շարունակեն շարժվել։ Հենց այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ լավ է ընթանում, ձնահյուս է տեղի ունենում, Ջեյնին թաղելով ձյան տակ։ Մեծ ջանքերի և փորելու շնորհիվ Փոլին հաջողվում է դուրս հանել նրան և տանել մի քարանձավի մուտք։ Ժամանակն արագ է անցնում, և շուտով մթնում է, մի քանի ժամ է պահանջվում, որպեսզի Ջեյնը գիտակցության գա, և նրանք երկուսով գիշերն անցկացնում են քարանձավում։ Իրենց զրույցի ընթացքում Փոլը խոստովանում է, որ ինքը միտումնավոր է փոխել իր նստատեղը, որպեսզի նստի նրա կողքին։ Սա ժպիտ է առաջացնում աղջկա դեմքին, և նա պատմում է Փոլին, թե որքան էր սիրում Սուրբ Ծննդյան առավոտները մանկության տարիներին։ Նա վաղ էր արթնանում, գաղտագողի իջնում ներքև և բացում իր նվերները, անկեղծորեն հավատալով, որ դրանք Սանտայից են։ Մինչև մի Սուրբ Ծննդյան առավոտ, երբ նա կրակոցի ձայն լսեց իր հոր սենյակից։ Նա շտապեց այնտեղ և թե տեսավ, որ հայրը սպանել էր իրեն։ Փոլը կարծում է, որ նա պետք է նաև լավ հիշողություններ ունենա հորից, և Ջեյնը համաձայնում է, հայրը նրան անվանում էր Դդմիկ, և նա կարոտում է դա։ Այնուհետև նա Փոլին ցույց է տալիս գրպանի ժամացույցը, որը ստացել էր հորից նրա մահվան նախորդ գիշերը։ Փոլը հավատում է, որ երբեմն մեկ վատ հիշողությունն այնքան ծանր է կշռում, որ հազարավոր լավ հիշողություններ թվում է, թե ջնջվում են։ Ջեյնը բարկացած է թվում հոր վրա ինքնասպանություն գործելու համար, բայց նաև մեղադրում է իրեն։ Նա կարծում է, որ ինքը չափազանց փոքր էր ինքնասպանությունից նրա գլխի վրա բացված հրազենային անցքը տեսնելու համար։ Փոլը հանգստացնում է նրան, ասելով, որ նա ընդամենը երեխա էր, և դա իր մեղքը չէր։ Քարանձավում անցկացրած այդ ծանր գիշերվա ընթացքում, որն արտացոլում էր նրա մեկուսացման ու հուսահատության զգացումները, Ջեյնը ձեռքում պահում է ապակու կոտրված կտորը և կանգնում ընտրության առաջ, տեղի տալ իր ինքնասպանության մտքերին, թե շարունակել պայքարել հանուն գոյատևման։ Ապակու սուր կտորը, որը մի ժամանակ սարսափեցնում էր նրան, հիմա ընդամենը կոտրված ապակու կտոր է։ Հաջորդ առավոտ Փոլի կոտրված կողերը նրան մեծ ցավ են պատճառում։ Նրա մաշկը մանուշակագույն է դարձել, և նա հազիվ է կարողանում քայլել։ Տեսնելով Փոլի վիճակը, Ջեյնը որոշում է ևս մեկ օր անցկացնել քարանձավում։ Ցրտից դողացող և ցավերի մեջ գտնվող Փոլը հարցնում է Ջեյնին, թե արդյոք նրանք դեռ ունեն դեղահաբերը, այս իրավիճակից դուրս գալու իրենց միջոցը։ Թեև Ջեյնը դեռ ունի դեղահաբերը, նա այժմ նորահայտ ներքին ուժ ունի և չի ցանկանում այդպիսի ելք։ Այնուհետև Փոլը պատմում է, որ որպես 9 տարեկան երեխա, իրեն թույլ չէին տալիս լաց լինել, երբ իր մայրը մահանում էր, մի բան, ինչի համար նա ատում էր մորը։ Այս պահին Փոլը հանձնվելու եզրին է, նա կարծում է, որ իրենք մեծ սխալ են գործել, լքելով վթարի վայրը, քանի որ ոչ ոք չի գա ձյունածածկ քարանձավ, իրենց փրկելու համար։ Սակայն Ջեյնը նայում է Փոլին և մոտիվացնում նրան, ասելով, որ նրանք ողջ դուրս կգան։ Ջեյնի ուժեղ կամքն ու դրական վերաբերմունքն օգնում են Փոլին վերագտնել հույսը։ Նրա վստահությունը գոյատևման հարցում քաջալերում է Փոլին շարունակել առաջ շարժվել և պայքարել ողջ մնալու համար։ Հուզիչ պահին նրանք գրկում են միմյանց։ Հաջորդ առավոտ, չնայած անհավանական դժվարություններին, նրանց գոյատևման ճանապարհորդությունը նորից է սկսվում։ Փոքր դադարից հետո նրանք նորից ոտքի են կանգնում, փորձելով տեսնել, թե արդյոք նրանք մոտեցել են գետին, Փոլը կորցնում է հավասարակշռությունը և սայթաքում։ Նա ցած է ընկնում ժայռից, անվերահսկելիորեն գլորվելով եզրից։ Ջեյնը սարսափած է և անմիջապես շտապում է Փոլի մոտ, և պարզում է, որ նրա ձախ ձեռքը ծանր վնասված է։ Տղան խնդրում է Ջեյնին մի փայտ վերցնել, որպեսզի կարողանան ոսկորները միասին ամրացնել։ Մինչ Փոլը գոռում է ցավից, Ջեյնը պատռում է նրա բաճկոնը և օգտագործում փայտը, անշարժացնելով նրա ձեռքը հետագա վնասները կանխելու համար։ Այնուհետև նա Փոլին քնաբեր դեղահաբեր է տալիս, ցավը թեթևացնելու համար, մի փոքր էլ քայլելուց հետո նրանք տեղավորվում են գիշերելու։
Ջեյնը հանգստացնում է Փոլին եւ ասում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հաջորդ առավոտ Փոլի մարմինը տեսանելիորեն թույլ է թվում, նա ավելի է տկարանում, հասնելով այն աստիճանի, որ սկսում է արյուն փսխել։ Գիտակցելով, որ ինքը մահանալու է, Փոլը Ջեյնին ասում է, որ նա պետք է ողջ մնա եւ պետք է լքի իրեն ճանապարհորդությունը մենակ շարունակելու համար։ Երկար համոզելուց հետո Ջեյնն ի վերջո համաձայնում է։ Նախքան հեռանալը, նա Փոլին է տալիս քնաբերների շիշը եւ խնդրում ընդունել դրանք, եթե ցավն անտանելի դառնա։ Ջեյնը համբուրում է Փոլի ճակատը, եւ նրանց ճանապարհները բաժանվում են։ Ջեյնը երկար ճանապարհ է անցնում անտառով, պայքարելով ցրտի դեմ։ Հանկարծ նա հանդիպում է մի գայլի, Ջեյնը վազում է, իսկ գայլը ագրեսիվորեն հետևում է նրան։ Իրեն փրկելու հուսահատ փորձի ժամանակ նա բարձրանում է ծառը եւ հաջողում է վախեցնել ու հեռացնել գայլին փայտի օգնությամբ։ Փախչելու նրա երկրորդ փորձը ձախողվում է, քանի որ գայլն ի վերջո հասնում է նրան, իմանալով, որ նրանից արագ վազելու համար շատ էներգիա չունի, նա որոշում է դեմ առ դեմ դուրս գալ գայլի դեմ։ Նա փաթաթում է բաճկոնը նախաբազկին եւ դիտում, թե ինչպես է գայլը կատաղի վազում իր կողմը։ Երբ գայլը ցատկում է նրա վրա, Ջեյնը պարզում է նախաբազուկը, որպեսզի այն կառչի դրանից։ Այնուհետև նա օգտագործում է ապակու կոտրված կտորը, որը պահել էր բաճկոնում, մի քանի անգամ հարվածում գայլին, սպանելով նրան, բայց այս ընթացքում ինքն էլ խորը վերքեր է ստանում։ Զգալով հպարտություն այն բանի համար, ինչն իրեն անհնարին էր թվում, Ջեյնը ուժ է ստանում շարունակելու իր ճանապարհը անտառով։ Գետն անցնելուց հետո նա դուրս է գալիս անտառից, բայց նախքան ճանապարհին հասնելը, ցավից եւ հյուծվածությունից ուշագնաց է լինում։ Տեսարանը փոխվում է, ցույց տալով Ջեյնին, ով գոռում է եւ կանչում Փոլին։ Այնուհետև նա ունենում է հետադարձ հիշողություններ հոր հետ կապված երջանիկ պահերից։ Ջեյնը հոգեկան հանգստություն է ձեռք բերում, երբ հաղթահարում է իր վիշտը եւ սկսում է մտածել իր ապագայի մասին։ Ֆիլմն ավարտվում է նրանով, որ Ջեյնն արթնանում է Մոնտանայի հիվանդանոցում, որտեղ իր մորից տեղեկանում է, որ իշխանությունները գտել են Փոլին իրեն գտնելու հաջորդ օրը։ Ցավոք, Փոլը մահացել էր, բայց նա նամակ էր թողել, արտահայտելով իր ուրախությունը նրանց ընկերության եւ միասին անցկացրած ժամանակի համար։ Շնորհակալություն դիտելու համար։ Եթե հավանեցիք, բաժանորդագրվեք «Սեղմեք հավանել» կոճակը։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմը կուզեիք տեսնել մեր ամփոփմամբ։